Նախնական պայմանավորվածության համաձայն ժամը 16:00-ին ձեր ակցիան պետք է ավարտվեր, այս պահին արդեն 16:02 է, մինչ այս պահը ամփոփելով ինչ է տեղի ունեցել եւ ինչ է պատրաստվում անել։ Մենք այստեղից տեսնում ենք, որ մեքենաներ են անցնում եւ մեզ ներսից տեղեկացնում են, որ մեր ձայները բոլորը տեղ են հասնում եւ դրա համար մենք ոնց իրենց դիմավորել ենք, այդպես էլ որոշել ենք ճանապարհել։ Ակցիայի ընթացքում իհարկե մենք ավելի շատ կրեատիվ բաներ ենք մտածել, բայց ոստիկանություն շատ մեծ ներգրավվածությամբ մեր ակցիաների մի քանիսը չկարողացանք անել, բայց կարող ենք ասել, որ կարողացել ենք շփվել միջազգային լրագրողների հետ, բոլորս ով որ կարողանում է միջազգային լեզուներով խոսել, բոլորը ինտերվյուներ ենք տվել, ներկայացրել ենք ինչու ենք եկել այստեղ, ներկայացրել ենք մեր պահանջները, խնդրել ենք իրենց լրատվամիջոցներով տարածել, որ մենք դեմ ենք, որ Եվրոպան մարդու իրավունքների ամեն ձև աջակցող երկրները աջակցեն Նիկոլ Փաշինյանին, ով որ ոտնահարում է այստեղ մարդու իրավունքները, եւ նաեւ պատվիրակներից էլ մի քանի հոգի իջել են, իրենց հետ խոսել ենք, բայց ղեկավարներ չեն եղել, ուղղակի մասնակիցներ էին, ուղղակի իրանք բոլորը մեզ հարցեր էին տալիս, բոլորը շատ ապշած են ոստիկաններից, իրանք ասում են, որ կյանքում այսքան ոստիկան չեն տեսել, մենք ասեցինք, որ սա մեզ համար աննախադեպ երևույթ չէ, մենք 5 հոգի որ հավաքվում ենք, իրանք մեզանից հազարապատիկ շատ են գալիս եւ մի քիչ էլ ամաչում ենք անգամ, որ վերևը ուրիշ ձև են մարդկանց ընդունում, իսկ այստեղ ոստիկաններ եւ դառնում է ոնց որ իրանք էլ են հասկանում, որ Նիկոլի ամեն ինչը ֆեյք է, թե ինչպես արևմտամետությունն է ֆեյք, այդպես էլ իր ժողովրդավարությունը եւ այն ինչ որ ինքը խոսում է ամեն ինչ իր հակաքրիստոնեությունը փորձել ենք ամեն ձև ներկայացնել, թե ինչ է իրականում կատարվում Հայաստանում, ինչ են իրականում կատարում արցախցիների հետ եւ մեր իրավունքները բոլոր ձևերով փորձեցինք բարձրաձայնել եւ մինչեւ բոլոր մեքենաները չգնան, մենք այստեղ կմնանք եւ կփորձենք ձայնարկել, ցույց տալ, որ այստեղ ենք եւ դեռ պայքարում ենք։ Վաղը ինչ եք նախատեսում։ Վաղ հետ կապված փորձելու ենք Գյումրիում շարունակել այս ամեն ինչը, բայց դեռ հստակ ժամային բանով չունենք, կտեղեկացնենք։ Շնորհակալություն։